Եթերում լուրերի թողարկումն է, բարև ձեզ։ Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերությունը Ալավերդու Հայպեչին թաղամասի շուկան Թումանյան փողոցի հետ կապող մոտավորապես 100 մետր երկարությամբ գծանց պարսպապատեց այն բանից հետո, երբ 2012 թվականին Մեծայրում գյուղի բնակիչ Նելի Աբրամովան գնացքի տակ ընկավ։ Սակայն գծանցը փակվելուց հետո Ալավերդցիները շարունակում են երկաթգծով անցուդարձ անել, այն դեպքում, երբ հիմա դա ավելի վտանգավոր է։ Թումանյան փողոցից դեպի Հայպեչին թաղամաս տանող գծանցումով մարդկանց երթևեկը չի դադարել նույնիսկ պատի կառուցումից հետո։ Տարիներ առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքը մարդիկ լավ են հիշում, բայց անտեսելով վտանգը շարունակում են անցուդարձ անել այստեղով։ Թաղամասի բնակիչները նշում են, որ այսպես ավելի հարմար է, ճանապարհն ավելի կարճ է։ Որպեսզի մենք չգնանք նենց երկար ճանապարհներով ֆռանք, կարճ ճանապարհը ասենք։ Ճիշտ է, մի քիչ մեզ վտանգելով, մի քիչ զգուշանալով, բայց անցնում ենք։ Եթե զգանք գալիս են, միջապես կփախչենք։ Այսպես ենք անցնում հիմնական, բայց ուշադիր ենք անցնում, էլի։ Գծով չեմ ասում, կողքով եմ անցնում, խիա վտանգավոր։ Մարդիկ նույնիսկ հենապատն են քանդել եւ հարմարեցրել անցնելու համար։ Պատել դնեն, պետք է անցնեն, շլամբավոն դնեն, էլի խնդիր է այդ, արդեն էդ էլ է խնդիր։ Կարող է շլամբավոնի տակով թեկուզ փակ լինի, բայց նա անցնի։ Ալավերդու քաղաքապետարանի լրատվության տեղեկատվության հարցերի պատասխանատու Տաթևիկ Ջուղուրյանից տեղեկացանք, որ 2017 թվականի բնապահպանական ծրագրով Ալավերդու քաղաքապետարանը առաջիկայում սկսելու է այս ճանապարհի քանդված հենապատի վերանորոգման աշխատանքները, եւ քանի որ այս հատվածում կառուցված պատը հետագայում գունազարդելու նպատակ ունեն, նույն ծրագրով նաեւ նախատեսված է պատին հովար կառուցել, որպես անձրևներից գունազարդումները չվնասվեն։ Իսկ ինչ վերաբերվում է այս ճանապարհն ընդհանրապես փակելուն, ապա այս պահին որևէ կոնկրետ ծրագիր չկա։ Բնակիչների անցուդարձը դադարեցնելու նպատակով Ալավերդու քաղաքապետարանը պատրաստվում է բանակցել Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության հետ, որից հետո նոր պարզ կդառնա հետագա անելիքները։ Լուսինե Փարսադանյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։ Այսօր իրենց ավարտական պետական դիպլոմները ստացան Ալավերդու պետական քոլեջի ուսանողները։ Քոլեջն ավարտեցին ապագա հաշվապահներ, բանկային մասնագետներ եւ մետալուրգներ։ Շրջանավարտների մի մասը ուսումը կշարունակի բարձրագույն ուսումնական հաստատություններում, մյուսներն էլ կփորձեն աշխատանք գտնել։ Այս ուսումնական տարում Ալավերդու պետական քոլեջի 157 ուսանողներից 36-ն ավարտում են, որոնցից 2-ը կարմիր դիպլոմով, 2-ն էլ պատրաստվում են ուսումը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունում, բանկային գործ մասնագիտությամբ։ Նանե Կարապետյանն իր ընտրած մասնագիտությունը շատ է սիրում, վստահ է, որ հետագայում իր մասնագիտությամբ անպայման աշխատանք կգտնի։ Պատրաստում եմ շարունակում Երևանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։ Շատ եմ սիրում, ընդ որում երբ որ գնացինք արդեն պրակտիկաների Ակբաքրեդիտ Ագրիկոլ բանկում, սերը ավելի մեծացավ, երբ որ տեսականորեն տեսանք ինչ գործընթացներ են իրականանում։ Ինձ թվում է, եթե լավ մասնագետ լինեմ, միշտ էլ լավ մասնագետի պահանջարկը բարձր է։ Աշխատել եմ շատ երկար, մեծ պատասխանատվության զգացումով։ Մինչ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանն անցնելը նախ հնչեցնում են քոլեջի հիմնը, ապա ավարտող ուսանողներին շնորհավորական խոսք է ուղղում քոլեջի տնօրեն Ռուդոլֆ Ստեփանյանը։ 3 մասնագիտությունների սև եւ գունավոր մետաղների ձուլման արտադրություն, բանկային գործ եւ հաշվապահական հաշվառում մասնագիտությունների ավարտական դիպլոմները շրջանավարտներին է հանձնում տնօրենը։ Ալավերդու պետական քոլեջում եւս 1 տոնական առիթ ունեն։ Այս տարի նշվում է Ալավերդու պետական քոլեջի 50-ամյակը։ Այդ առիթով ու նաեւ շրջանավարտներին շնորհավորելու համար երաժշտական կատարումներով հանդես են գալիս Ալավերդու երգիպետական թատրոնի սաները։ Սև և գունավոր մետաղների ձուլման արտադրության 4-րդ կուրսի անունից այս 4 տարիների ընթացքում մեզ տված գիտելիքների համար հատկապես տնօրինությանը և դասախոսական և հատուկ շնորհակալություն ենք հայտնում ենք Գերգոն Գինյանին մեր կուրսեգին։ Վերջին 3 տարիների ընթացքում քոլեջում ուսանողների թիվը չի պակասել, ավարտում են այնքան ուսանողներ, որքան ընդունվում են, ավելացել է նույնիսկ դիմորդների թիվը, այդ պատճառով էլ ընդունելությունն անց է կացվել մրցութային կարգով, նշում է քոլեջի տնօրենը։ Գործող 3 մասնագիտություններին այս տարի ավելացել է նաև 4-րդը։ Այս տարի ուրեմն ավելացրել ենք 1 մասնագիտություն, դա սպասարկման բնագավառի մենեջերներ, վիրանոցային գործն է իր մեջ ներառում, տուրիզմ է ներառում իր մեջ,
ռեստորանային գործ, նոր մասնագիտություն է, որը պայմանավորված է տվյալ բնակավարների զարգացման հետ մեր տարածաշրջանում 20 տեղով հաստատվել է, որից 15-ը անվճար, 5-ը վճարով։ Տնօրենը նշում է, որ ամեն տարի ավարտող շրջանավարտներից մի քանիսը ուսումը շարունակում են բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Այս տարի շրջանավարտներից 7-ը կդիմեն բարձրագույն ուսումնական հաստատություններ եւ ուսումը կշարունակեն սահմանված կարգի համաձայն իրենց մասնագիտությանը համապատասխանող երկրորդ կուրսում։ Ավարտող ուսանողներից շատերն էլ աշխատանքի կանցնեն ACP ընկերությունում։ Այս տարի մենք ունենք 5 ուսանողներ, ովքեր աշխատելու են ACP ընկերությունում, ուրեմն համապատասխան պայմանագրեր մենք ունենք վաղուց, ուսանողները արտադրական պրակտիկաները անց են կացնում ACP ընկերությունում եւ Թեղուտ ՓԲ-ում, որտեղ նրանց հետ աշխատում են պրակտիկայի ընթացքում տվյալ կազմակերպությունների մասնագետները։ Սև եւ գունավոր մետաղների ձուլման արտադրություն բաժինն ամենապահանջվածն է քոլեջում եւ առհասարակ Ալավերդիում։ Հենց այդ հանգամանքը գիտակցելով էլ շրջանավարտ Հարություն Խեչոյանն ընտրել է մասնագիտությունը։ Ամեն մի մասնագիտություն երովի կարևոր է, որովհետեւ ամեն մի մասնագիտություն պետք է ունենա որակյալ աշխատողներ, որպեսզի երկիրը կայանի։ Մի անգամից չեմ ուզում աշխատանքի անցնեմ, մի քիչ ժամանակ է պետք ադապտացվեմ մի քիչ։ Սպասումները շատ է դիպլոմի հետ կապված ու հույսեր ունեմ մեծ։ Բայց քանի որ Ալավերդու համար սա շատ հարմար մասնագիտություն է, հենց դրա համար եմ ընտրել մասնագիտությունը ու մեծ սիրով կաշխատեմ մեր մոտ։ Մեր բոլոր շրջանավարտներին մաղթում եմ լավ ապագա, բոլորը կարողանան շարունակել գտնեն իրենց համապատասխան աշխատանքներ եւ արժանի մարդ մեր կյանքում, մեր երկրի համար։ Էմմա Պետրոսյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։ 2018 թվականին դրամի ներդրման 25-ամյակին ընթരാճ կլինեն նոր 3-րդ սերնդի դրամներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։ Մասնավորապես շրջանառության մեջ կդրվեն նոր տեսքով 1000, 5000, 10000, 20000, 50000 դրամանոցներ։ Այս դրամների վրա կլինեն այլ պատկերներ։ Բացի այդ, բանկը որոշել է ներդնել նոր 2000 դրամանոց թղթադրամ։ Միջազգային փորձի ուսումնասիրության, ֆինանսական կազմակերպությունների եւ գործարար շրջանակների առաջարկությունների արդյունքում։ Իսկ 100,000-անոց դրամանոց չթողարկվի հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում մեծացել է անկախիկ վճարումների ծավալը։ Շրջանառվող երկրորդ սերնդի թղթադրամները ոչ թե միանգամից դուրս կգան շրջանառությունից, այլ աստիճանաբար իրենց տեղը կզիջեն նորերին։ Երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կգան միայն այն ժամանակ, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում կներդրվեն երրորդ սերնդի թղթադրամները եւ դրանք կունենան դրամաշրջանառության համար ոչ պիտանի ֆիզիկական մաշվածություն։ Կենտրոնական բանկի հաղորդմամբ նոր թղթադրամները լինելու են ավելի երկարակյաց ու դիմացկուն, ինչը ըստ Կենտրոնական բանկի ական կրճատելու է դրամաշրջանառության ծախսերը։ Նոր սերնդի թղթադրամների նոր տեսքը որոշել է Կենտրոնական բանկի գեղարվեստական խորհուրդը։ Այն աշխատանքային հանդիպումներ է ունեցել հայ-առաքելական եկեղեցու ներկայացուցիչների մտավորականների հետ, հաշվի առել բանկի այցելուների կենտրոն ներկայացրած քաղաքացիների առաջարկները։ Նոր թղթադրամների էսքիզների որոշման նպատակով Կենտրոնական բանկը հայտարարելու է բաց մրցույթ։ Այս տարի Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը Վարդավառը կնշվի հուլիսի 23-ին։ Մարդկանց շրջանում տարածված է Վարդավառը նշել տարբեր օրեր, շատերն այն նշում են հուլիսի վերջին կիրակի օրը։ Սակայն Ալավերդու հոգևոր հովիվը մարդկանց հորդորում է եկեղեցական տոնը նշել նախ եւ առաջ եկեղեցական ծիսակարգով եւ եկեղեցական տոնացույցով։ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը Վարդավառը հայ ժողովուրդը տոնում է արդեն 1700 տարուց ավելի։ Այն 5 տաղավար տոներից մեկն է եւ նշվում է Սուրբ Զատկի տոնից 14 շաբաթ հետո հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Այս տարի Վարդավառը կտոնվի հուլիսի 23-ին։ Տոնի խորհուրդն այս է. Քրիստոս բարձրանալով Թաբու լեռը աղոթելու իր 3 աշակերտների առաջ պայծառակերպվեց, ինչպես ավետարանն է նկարագրում, աղոթքի ժամանակ Քրիստոսի դեմքը արեկակի պես փայլում է եւ նրա զգեստները դառնում են լույսի պես սպիտակ։ Այդ պահին, երբ որ տեսնում են առաքյալները այս գեղեցիկ հրաշալի դեպքը, վախից ծնկի են գալիս եւ այդ ժամանակ ամպ է գալիս նրանց վրա, որտեղ ասվում է, որ դա է իմ սիրելի որդին, որին հավանեցի, դրան լսեցեք։ Այդ պահին այդտեղ երևում են նաև Մովսես եւ Եղիա մարգարեները, ովքեր զրուցում են Քրիստոսի հետ, այն
բաների մասին, որ պիտի տեղի ունենային իմաստնավորի Քրիստոսի չարչարանքները, խաչելությունը եւ հարությունը։ Բայց առակերպության տոնը ժողովրդի շրջանում հայտնի է Վարդավառ անվամբ, քանի որ այն կապվում է Վարդ բառի հետ։ Սուրբ Գրիգոր Տաթևացու բացատրության համաձայն, ինչպես Վարդը մինչ բացվել ծաղկել է փշերի մեջ է լինում, այնպես էլ Քրիստոսը եղավ հեթանոսների մեջ եւ միայն հարություն առնելուց հետո ցույց տվեց իր փառքը։ Վարդավառի տոնը կապվում է նաեւ հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Այն նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով, Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում եւ միմյանց վրա ջուր ցողում, որը մաքրություն էր խորհրդանշում։ Նաև Վարդավառի իմաստը մենք կապում ենք ջրի հետ, ինչպես գիտեք, ժողովրդական սովորության համաձայն միմյանց վրա ջուր ենք ցանում։ Հին ժամանակներում նաև աղավնիներ էին բաց թողում, եւ սա խորհրդանշում է Նոյի ջրհեղեղի պատմությունը, Նոյի փրկությունը, Նոյի աղավնուն, եւ այսօր էլ մեր մանավանդ երիտասարդները, երեխաները շատ սիրում են այս տոնը, պայծառակերպության կամ այլակերպության եւ Վարդավառը նշում է նաեւ ժողովրդական ծեսով։ Միմյանց վրա ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաեւ մեր օրերում, սակայն Վարդավառի տոնը մարդիկ հաճախ նշում են միայն ժողովրդական ծիսակարգով, առանց եկեղեցի այցելելու։ Մարդկանց շրջանում տարածված է նաեւ Վարդավառի տոնը նշել հուլիսի վերջին կիրակի օրը։ Ալավերդու հոգևոր հովիվը սա խորհրդային միությունից մնացած սովորություն է համարում։ Կարծիք կա, որ կամ հուլիսի 3-րդ կիրակին են այն նշում, կամ հուլիսի վերջ են նշում, անշուշտ դա պայմանավորված եղել նաև եղանակային պայմաններով, քանի որ Սովետի ժամանակ մանավանդ խորհրդային տարիներին, երբ որ բացակայում էր եկեղեցին եւ սպասավորներ չուներ եւ որևէ մեկը չկար, որ սովորեցներ, ժողովրդական այդ ծեսը դարձել էր ուղղակի ուտել խմելու հիշատակություն, մարդիկ սար էին գնում կամ որևէ միտեղ անտառ էին գնում եւ միմյանց վրա ջուր ցանելով ուղղակի գինարբուք էին անում։ Սակայն մենք պիտի հիշեցնենք, որ այն ունի հատուկ կարգ։ Ալավերդու հոգևոր հովիվը կոչ է անում մարդկանց Վարդավառի տոնը նշել նախ Նարեկավանքում մատուցվող Սուրբ Պատարագին մասնակցելով, այնուհետև շարունակել արդեն ժողովրդական ծեսերը։ Էմմա Պետրոսյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։ Այսքանը նոր լուրերի սպասեք վաղը ցտեսություն եւ ամենայն բարիք ձեզ։